ձեզ ցույց տվեցի, որ կանխավճարը անելուց հետո 1,615,000 20%-ով բնակարանը այնտեղ նշված է 8,066,000 էր եւ դիմել եմ մնացած 80%-ով, որ ինձ ՎՏԲ բանկը վարկավորի։ 2 ամիս տևեց մոտավորապես փաստաթղթեր տանել, այո, այնքան եւ ես եմ քենիսել Ռուզաննա Ստեփանյանին ինձ հետ համավարկատու, փաստաթղթում նշված է եւ Ֆելիքս Եղազարյան, եւ Ռուզաննա Ստեփանյան, եւ կնոջսանի Գոհար Ստեփանյան։ Ինձ վարկավորեցին, տվեցին պատասխանը, այնտեղ նշված է 2012 թվականի հունիսի 1-ով, որ բանկը պատրաստ է ձեզ տրամադրել 4,600,000 դրամ վարկ։ Այսինքն դա իմ ուզածից 1,851,000 պակասյանը։ Եվ դա էլ ես պետք է արդեն ինքս բանկը ինչքան որ տալիս էր, մնացածը ես վճարեի։ Ես այս թուղթը, ինչպես բերեցի ձեզ, ես դա այսօր եմ վերցրել բանկից։ Տարա նաև այն ժամանակ օրինակը ցույց տվեցի իրավաբան Արմենին, որը մեր թղթերն էր այդտեղ հավաքում։ Շրջանավարտների միություն։ Այո, համալսարանի ԵՊՀ-ի։ Նա ես տեսավ, ասաց շատ բարի։ Սա տարե, ես տեղյակ կպահեմ, դեռ հիմա չեն վարկավորում, արդեն կգաք, երբ որ ժամանակը լինի, բանկը իր գումարը կտա 4,600,000, դուք էլ մնացած պակասը կվճարեք եւ վերջ։ Եվ ես եկել սպասում եմ, որտեղ տարբեր ժամկետներ էին ասում։ Կարծեմ այդ չենքը դեռ ապրիլին պետք է հանձնած լինեին։ Հիմա էականը չի երբ պիտի հանձնեն, երբ չէ, ես էլ եկել սպասում էի։ Ես չիմանամ այսպես ասած առհասարակ ոնց ինչ ա լինում, ասեն սպասի, ես էլ սպասել եմ, ես խնդրեմ։ Եվ կանխավճարը եւ բանկի նայեք խնդրեմ թվերը ամեն ինչ ինչպես է։ Եվ պարոն Քարամյանն ասում է, որ այդպես է, պարզում է ես ստախոս եմ, բայց իսեր աստծո բերել ապացում եմ։ Եվ ասում է, որ վիրավորել եմ իրենց աշխատակցուհուն։ Եթե դուք արդեն համոզվեցիք, որ այստեղ ինքը ճիշտ չի ասել, մեղմ ասած, ուրեմն նաև աշխատակցությունն էլ վիրավորել է ճիշտ չի ասում։ Հետևություն, որտեղ հենց հիմա չեմ կարող գնալ աշխատակցություն վիրավորել դա կամ չվիրավորել ապացուցել։ Եվ ասում է, ես ասել եք ինչ որ թող ձեր բնակարանը ձեզ լինի, գոռացել եք պարոն Քարամյանի ասելով, այդպես էր ստացվում, որ դուք աշխատակցություն այդպես եք վիրավորել։ Դե ես հիմա թողնում եմ ընթերցողի մեկնաբանությունը։ Ես ապացուցեցի սա, որ պարոն Քարամյանը ճիշտ չի ասում, ասում է չի դիմել բանկ։ Խնդրեմ, ես ոչ միայն դիմել եմ, նաև ինձ վարկավորել է բանկը։ 4,600,000 դրամ, այստեղ փաստաթղթում այդպես նշված է։ Այո, խնդրեմ նայեք, եւ ներքևում գրված է իմ բնակարանը 8,66,000, որից 1,615,000 ես մուծել եմ, հիմա 4,600,000 էլ եթե իրենք վարկավորում են, ուրեմն մնում է արդեն բանը 1,851,000 եթե չեմ սխալվում, որ հաշվենք, դա էլ ես պետք է արձակ տայի, երբ որ ինձ կանչեին ասեին խնդրեմ արի վճարումը կատարի։ Ինձ ասեն գնա սպասեցել եք։ Այդ դեպքում պարոն Եղազարյան, պարոն Քարամյան, Արսեն Քարամյանը, հա, ինչ շահերից դրդված է, ինչ նպատակներով այդպիսի պնդումներ անում։ Գիտեք, իսեր ասո, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև մեկին ես ասացի, նաև ես այդ ամբողջի մեջ լրագրող եմ, ինքս կարող եմ փաստերով խոսել, ես չգիտեմ ինչի համար, բայց տեսակ ամբողջ գործընթացը ինձ ապօրինի կերպով դուրս են թողել այդ ընդհանրապես մեկ սենյականոց բնակարան, եթե չեմ սխալվում բնակելի 9-րդ հարկում, այնտեղ նշված է 69 համարի բնակարանն է, Պարուսևակինն հասցեում, ես էլ այդքան չարչարվեցի եւ այլն ուրախ լինելով, որ գոնե մի սենյականոց կունենամ, մենք երեխաները Երևանում են դպրոց սովորում, ես ու կինս Երևանում ենք աշխատում, գոնե մի գիշերելու տեղ կլինի վաղը երեխաները ուսանող կդառնան, այդ մեր ամբողջ կյանքը Երևանի հետ է կապված։ Եվ խնդրեմ, հիմա փոխարենը ոչ միայն ասենք, ես քանի օր է արդեն բարձրաձայնում եմ, մի շաբաթ է դառնում,
Ոչ միայն ոչ ոք չզանգարեց, ոչ ոք չասեց լավ, ինչ որ բան է թյուրիմացություն է արի շտկում։ Կամ մի օր Նոյ Քարամյանը այդպես արհամարական պանորամայի միջոցով ինձ պատասխանում է, որ ես սուտ եմ խոսում, որ ես վիրավորել եմ իրենց աշխատակցում, որ ինքը կասկածում եմ մտավորական լինելուն, իսեր Աստծո ինչ-ինչ, բայց ինձ ճանաչողները երբեք չեն կասկածում եւ ասում է 300,000 նվեր կտամ։ Ես նման կարգի նվերներ չեմ ընդունում, պարոն Քարամյան, եւ հատկապես ձեզանից չեմ ընդունում, խնդրեմ, որովհետեւ արդեն պարզ է թե ինչու եմ ասում, հատկապես ձեզանից չեմ ընդունում, որովհետև դուք ինձ վիրավորել եք, ես չեմ ասում, չեմ մանրանում, թե իմ արժանապատվությունն է վիրավորել, պատիվ եմ պահանջում, ոչ, ես դա թողնում եմ, որ իմ մտավորական լինելուն կասկածում է կամ զրպարտում է, թողնում եմ իր խղճին, իր վերադասների խղճին։ Ես էլ եմ ասում, այդքանից հետո նման ճանապարհով ես չեմ ուզում այդ բնակարանը, բայց եղել անարդարություն, ես բարձրաձայնել եմ։ Եվ փոխարենը գոնե ինչ որտեղ իրենց մարդկայնորեն անցյալ անգամ շաբաթ օրներ ասացի ասուլիսին, ասեմ տեն ասեն աջան թեթև տար, անցած լինի։ Մի բան է եղել է, ես լրիվ կհասկանայի, ես այդ տեսակ մարդը չեմ, բայց որ այդպես են մարդու հետ վարվում ու շարունակում են դեռ մեղադրել, ես չգիտեմ հիմա վաղ ինչ մեղադրանքներ կամ այսօր Քարամյանը նորից կբերի, բայց ամբողջ պատմությունը սա է։ Իսկ ինչ եք պատրաստվում անել, պարոն Եղազարյան, հրաժարվել բնակարանից, թե դա արդեն բնակարանն իմը չի, արդեն բնակարանն ուրիշին է, արդեն ինձանից վերցված է, ես չգիտեմ, ասում են իսկ գուցե դատական կարգով դուք ունեք Իսեր Աստծո, ես այդքան չեմ մանրանը, ես ինչպես նշեցի, ես դա էլ չէի բեր, ինչպես ասուլիսին չէի բերել, որ ցույց տայի մանրանայի, պարզապես անարդար բան է եղել։ Ուզում եմ ասել կարգին մարդկանց չպետք է դառնացնեն։ Ես իմ մտավորական անունը պատվով գրող մարդ եմ, ես լուրումունջ գլուխս կախ տքնել, աշխատել, ստեղծել եմ, իմ երկիրն անվերապահորեն սիրող մարդ եմ, նման մարդկանց պետք չի դառնացնել։ Ես ուղղակի դառնացած եմ եւ բարձրաձայնեցի, որովհետեւ չեմ կարող հանդուրժել անարդարությունը։ Փոխնախարարը նաեւ ձեզ համարում էր թերի վճարող վարկը թերի վճարող եւ ասում էր, որ հենց անբարեխիղճ է վճարողների պատճառով էլ շենքը չի բարձրանում, առաջ չի գնում շինարարությունը։ Այդ մասով ինչ կարող եք։ Ես ասացի, 20%-ը վճարել եմ։ Եվ վարկն էլ բանկը դեռ հունիսի 1-ով 2012 թվականի հունիսի 1-ով պատրաստվել ինձ վարկավորել։ Բերել իրենց ցույց եմ տվել, ասել գնաց սպասի թող։ Ես շիտ եմ ասել հենց հիմա արա կամ իրենք պետք է ասեին։ Իսեր Աստծո, ես ամբողջ հեսա ցույց եմ տալիս, նկարիք ցույց տվեք։ Ես այդտեղ իմ մեղքը չեմ տեսնում, որ ես անբարեխիղճ վճարող եմ։ Որն է իմ մեղքը, Իսեր Աստծո։ Ուզում եմ հասկանալ։ Ես ամեն ինչ կարգով օրինական արել եմ։ Այդ ինչու կա, կանչում են ասում են երկու ամիս առաջ արի, պես ներքին հարդարանքը քո ճաշակով ինչպես ես ուզում, թող զանգեին մի անգամ ասեն, գիտեք, հիմա ժամանակն է, եկեք, եթե բանկը ձեզ վարկավորել է, եկեք, եթե հարցերը լուծեք։ Ինչ անեմ, ինձ ասել են սպասի, ես էլ սպասել եմ։ Միամիտ առանց որևէ բանից տեղյակ, վերջում ինչ է պատահել։ Ուրիշ բան չեմ կարող ասել։